Հայաստանում քաղաքական դաշտ որպես այդպիսին գոյություն չունի։ Հայաստանում կան իշխանություններից զզվող ժողովուրդ եւ իրարից զզվող ընդդիմադիր լիդերներ։ Ինչ որ գաղտնալսումներ են իրականացում, հետո տեղի ունեն արտահոսք, դա հրապարակվում է։ Խնդիրն այն է, որ հանրային ընկալման մեջ այդ ամեն ինչը արդարացված է։ Ռոբերտ Քոչարյանը չհասկացավ այդ մարդը, որ հասարակությունը իրեն չի ընդունում, եղբայր, հասարակությունը իրեն ասում է չեն, ֆիլմը ասում է, ասեցինք չէ, էլի չեն, նետ, ժայլ տղա պիոներ պետիկի նման եկել կանգնել է, թե մենք էստեղ ափսոս չէր սովետական միությունը, մենք գործարաններ կկառուցենք, մենք կծաղկեցնենք, ես այն լավ։ Կամ են մյուսը, չէ, միասնության թևեր, արտաքինից նայում ես, որ ադիկալոնի գովազդից լինի, մենք դուրս է գալիս ասում, այս սրա հետ չեմ համագործակցելու, այս սրա հետ բացառված է, որ համագործակցեմ, այս մեկի հետ մոռացեք, որ կհամագործակցեմ, անունը միասնության թևեր, շատ լավ միասնություն է ճայական դաշտը, եթե սա է քաղաքական դաշտը, մոռացեք Գյումրիի տարբերակը, մոռացեք այն թեկնածուն, որը պիտի գա, պիտի այնպիսի թեկնածու լինի, որին իշխանությունները նախ չկարողանան այդպիսի բաներ սարքել, էլի կսարքեն, բայց արժանահավատ սարքել չպիտի կարողանան, երկրորդն էլ պիտի իմանա, որ եթե այդպիսի բան սարքեն, տասնյակ հազարավոր, 100 հազարավոր մարդիկ դուրս են գալու փողոց։ Ավելի իսկ ինչու են դուրս գալու փողոց։ Ոչ թե ընդհանրապես զուտ այդպես վերացական պաշտպանեն անմեղ մարդուն, չէ, դրա համար դուրս չեն գա, միայն դրա համար դուրս չեն գա։ Այլ դուրս կգա նրա համար, եթե համոզված լինեն, որ եթե այս մարդը գա, ի վիճակի է լինելու երկիրը դուրս բերել այս վիճակից։ Դեռ ժամանակ կա։ Չնայած այդ ժամանակը Նիկոլ Փաշինյանը տասնապատիկ ավելի արդյունավետ է օգտագործում, քան դուք։ Մինչդեռ հասարակության խնդիրը պիտի լիներ այսօրվա իշխանություններին դուրս շպրտել քաղաքական դաշտից, հաշվի առնելով այն աղետները, որ բերել են երկրի գլխին, եւ այն աղետները, որ անթաքույց պատրաստվում են էլի բերել։ Մեկ 991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է, բարև ձեզ։ Եվ այսպես Գյումրիի իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք այնուամենայնիվ ունենք։ Իրադարձությունները բավականին զավեշտալի էին, որովհետև բարեպաշտ, քրիստոնյա, աստվածավախ կոմունիստների ցուցակով ընտրություններին մասնակցած եւ Գյումրիի քաղաքապետ դարձած Վարդան Ղուկասյանին 2 ամսով կալանավորեցին գաշարակերության մեղադրանքով, նա ինքնին կոմիկական իրավիճակ էր, կոմիկական էր նաև այդ ամբողջ գործընթացը, թե ինչպես էին ուժայինները 70-80 հոգով լցվել Գյումրիի քաղաքապետարան, հետո նրան վազելով տարան եւ այլն։ Ամեն դեպքում այդ իրադարձությունները քաղաքական դաշտի համար պիտի որ դաս լինեն, հատկապես նրանց համար, ովքեր կարծում են, որ համապետական ընտրությունների ժամանակ պետք է կիրառել Գյումրիի սցենարը։ Ինչևէ, իսկ ինչպիսին էր ընդհանրապես քաղաքական դաշտի արձագանքը, չնայած Հայաստանում քաղաքական դաշտ որպես այդպիսին գոյություն չունի։ Հայաստանում կան իշխանություններից զզվող ժողովուրդ եւ իրարից զզվող ընդդիմադիր լիդերներ, սա է ամբողջը։ Ամեն դեպքում նույնիսկ այս իրավիճակում կարևոր է հասկանալ, թե ինչպես է քաղաքական դաշտը կամ այդ քաղաքական ուժերը ինչպես են արձագանքում այս իրավիճակին եւ ինչ դասեր պիտի քաղեն։ Բայց նախ այդ մեթոդների մասին, թե ինչպես Վարդան Ղուկասյանին կալանավորեցին, ինչպես հարուցվեց այդ քրեական գործ, այդ հայտնի գաղտնալսումները։ Սա ընդհանրապես բավականին ունիվերսալ մեթոդ է, որ իշխանությունները հայտնագործել են, այսինքն ինչ որ գաղտնալսումներ են արվում իբր կամ որտեղ վստահություն չկա իրավական համակարգի նկատմամբ, ինչ որ գաղտնալսումներ են իրականացում, հետո տեղի ունեն արտահոսք, դա հրապարակվում է, ինչպես օրինակ դա եղավ Վարդան Ղուկասյանի ժամանակ, ինչպես անգամ Կաթողիկոսի դեպքում եղավ, Միքայել Աչապահյանի դեպքում, Կարեն Կարապետյանի, Սամվել Կարապետյանի դեպքում, մեր ձևով շարժման դեպքում հրապարակում են իբր նա մեկը պարտադրում էր մարդկանց հանրահավաքան, մյուսը կաշառք իր առաջարկում, այս դեպքում կաշառք էին վերցնում, մի խոսքով հասկանալի է ժամանակակից տեխնոլոգիաները
թույլ են տալիս, հնարավորություն են տալիս կեղծել ցանկացած տիպի խոսակցություն, ցանկացած ձայնագրություն, տեխնոլոգիաները այնպիսին են, որ հաջողությամբ վաղնել կարող են օրինակ հրապարակել իբր գախտնա լսված խոսակցություն, որտեղ, չգիտեմ, օրինակ Դանիել Իոնիսյանը Նապոլեոն Բոնապարտին պատվիրում է, ասենք, Քենեդիի սպանությունը եւ դրա փոխարեն առաջարկում է, ասենք, 4 բիտքոին, հա։ Կարելի է նաեւ այդպիսի խոսակցություն։ Ամեն դեպքում սա է իրավիճակը, իշխանությունները այդ մեթոդը շատ լավ յուրացրել են, ցանկացած պահի ցանկացած մեկին կարող են կալանավորել եւ ինչու է դա հաջողվում, ինչու է դա ստացվում, այս իհարկե վստահություն չկա իրավապահամակարգի նկատմամբ, բայց կա մի շատ կարեւոր բաղադրիչ։ Այդ ամենը հասարակությանը վստահություն է ներշնչում։ Ինչու, որովհետեւ օրինակ որևէ մեկը չի ասում, չէ՞ դե լավ, ասենք Վարդան Ղուկասյանը դժվար թե կաշառք վերցրած լիներ, որտեղ ով է նա հանրային ընկալման մեջ, այդպիսի մեկը հիշում է նրա անցյալը, հիշում է նրա այդ կրիմինալ պատմությունները։ Մի խոսքով, նույնը, ասենք, եթե որևէ մեծահարուստ, ասենք, փողով մարդ է տանում հանրահավաքների, որևէ մեկը տեսականորեն, մարդիկ չեն ասում, չէ, դե լավ, դժվար թե, հա, հետո ինչ որ միլիարդատեր, չէ, դժվար տարած լինի, մարդիկ ընկալում են, ասում են, հա, դե ճիշտ է, հաստատ արած կլինի, ասինքն հանրային ընկալումն է կարևոր։ Իհարկե, այդ նույն մարդիկ գիտեն, որ իրականում այդ ամեն ինչը սարքած է, որ ոչ մի նշանակություն չունի այդ մարդ իսկապես այդ ամեն ինչը եղել է թե չէ, գիտեմ, որ այդ գործ սարքող իրավապահները, այդ դատաիրավական համակարգը հենց նրանց տեղը բանտում է, գուցե նույնիսկ նույն Վարդան Ղուկասյանի կամ մյուսների կողքին։ Խնդիրը դա չէ, խնդիրն այն է, որ հանրային ընկալմանը մեջ այդ ամեն ինչը արդարացված է։ Հիշում եք հայտնի ֆիլմի, ասում էր գողը պիտի նստի բանտում, անկախ նրանից այդ փաստերը, ապացույցները սարքած են, թե սարքած չէին, բայց դեպքում էլ մարդիկ գիտեն իհարկե, որևէ վստահություն չկա, գիտեն, որ այդ ամեն ինչ սարքած է, բայց մտածում են դե տեղն է նրանց, որովհետև այո, նրանք պիտի լինեն բանտում։ Եվ հենց այս տեսանկյունից է շատ կարևոր, թե ինչ պիտի լինի առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ։ Իհարկե իշխանությունները փորձելու են նույն մեթոդներով, գուցե մի քիչ ավելի կատարելագործված մեթոդներով, փորձելու են ասպարեզից հեռացնել հնարավոր բոլորին, որպեսզի Նիկոլ Փաշինյանի համար դաշտը ազատեն, նա գա հանգիստ սպիտակ ձիու վրա, գա այսպես վերարտադրվի, հա, դա պարզ է, բայց խնդիրն այն է, որ երբ որ խոսում են, ասենք, թիվ 1 ընդդիմադիր թեկնածուի կամ գուցե անգամ միասնական թեկնածուի մասին, պիտի դա այնպիսին լինի, որին պարզ է, որ կալանավորելու են ով էլ լինի, բայց պիտի այնպիսին, որ եթե նրան կալանավորեն, մարդիկ դուրս կան փողոց պաշտպանելու, ոչ թե նրան, այլ իրենց տված ձայները։ Տեսեք Գյումրիում օրինակ, հա, Վարդան Ղուկասյանին կալանավորեցին այդպիսի զավեշտալի մեղադրանքով, այդպես կոմիկական իրավիճակում, եւ ինչ տեղի ունեցավ, այնտեղ ընդդիմությունը շատ ավելի շատ ձայներ ուներ, քան Նիկոլ Փաշինյանը իր այդ կուսակցությամբ։ Քանի հոգի դուրս եկավ Վարդան Ղուկասյանին պաշտպանելու կամ իր ձայները պաշտպանելու։ Դա առանձնապես շատ չէ, այսինքն բանել չեղավ, նույնն էլ կարող է լինել համապետական ընտրություններից հետո կամ առաջ, կարծում եմ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը ձերբակալությունները, հիմնական ձերբակալությունները կսկսի ընտրություններից առաջ։ Պիտի լինի այնպիսի թեկնածու, որի համար, որին պաշտպանելու համար կամ իրենց տված քվեները պաշտպանելու համար մարդիկ փողոց դուրս գան, ոչ թե 1000 հոգի, 500 հոգի են, տասնյակ հազարներ, 100,000-ներ։ Այսինքն պիտի լինի մեկը, որի նկատմամբ հանրային ընկալումը չի լինի այսպես, որ հա, բայց գիտենք էլի ով է քո անցյալը։ Այսինքն պիտի անխոցելի լինի այդ մարդը, պիտի մաքուր լինի իր անցյալով, իր անցած ճանապարհով, իսկ հիմա նայեք այսօրվա քաղաքական դաշտին, կամ նրանց, ովքեր արդեն իսկ հայտ են ներկայացրել մասնակցելու ընտրություններին։ Ռոբերտ Քոչարյանի մասին չարժե էլ խոսել, որովհետև մարդկանց հիշողությունը ամեն դեպքում երկար է, մարդիկ ամեն ինչ շատ լավ հիշում են եւ որևէ մեկը փողոց դուրս չի գալու նրան պաշտպանելու եւ նա որպես այդպես հալածյալ սկզբունքների համար, չգիտեմ ինչ, չի ընկալվելու։
Մենք մյուս տեխնացուներին, ես չգիտեմ, ասենք մեր ձևով շարժումը նայեք, թվում է ամեն ինչ հզոր, շատ կարգին, բայց նայում ես այդ ում են առաջ մղել լիդերին, ջայլ տղա պիոներ պետիկի նման եկել կանգնել, թե մենք այստեղ ափսոս չէր սովետական միությունը, մենք գործարաններ կկառուցենք, մենք կծաղկեցնենք, այս այն լավ։ Այսինքն այդպես չի հասկանում եք։ Կամ են մյուսը, չէ, միասնության թևեր, Արման Թաթոյան, արտաքինից նայում ես, որ Adzikալոնի գովազդից լինի, մենք դուրս է գալիս, ասում այ ես այս սրա հետ չեմ համագործակցելու, այս սրա հետ բացառված է, որ համագործակցեմ, այս մեկի հետ մոռացեք, որ կհամագործակցեմ, անունը միասնության թևեր, շատ լավ միասնություն է, չէ։ Եվ, այսինքն, դրա հետևից պիտի գնա հասարակությունը։ Չէ, այդպես չի լինում, հասկանում եք։ Ի վերջո, տեսեք, որոնք են Հայաստանի խնդիրները, պրոբլեմները նրանք են, որ այս իշխանությունները պատերազմը ծախողել են, խաղաղությունը ծախողել են, ինքնիշխանությունը ոտնատակ են տվել, այդքան կորուստներ, արտաքին քաղաքականության մեջ ձախողման ետևից, ներքին քաղաքականությունում ամեն ինչ ավերված է, բացարձակապես ապաշնոր կառավարում, փլուզվում են բոլոր ոլորտները, անվտանգային խնդիրներ հայտնի չէ, Հայաստան փաստացի դառնում է թուրք-ադրբեջանական կախվածության երկիր, պարտադրվում է մոռանալ, չգիտեմ, անցյալը եւ այլ։ Հիմա նայեք Վարդան Ղուկասյանը այդ ամեն ինչի հետ ինչ կապ ունի։ Այսինքն Վարդան Ղուկասյանի հետ չեն կապվում այն լուծումները, որոնք պետք են Հայաստանը այսօրվա վիճակից դուրս բերելու համար։ Ուրեմն մարդիկ ինչու պիտի դուրս գան փողոց նրան պաշտպանեն։ Ինչի համար։ Իհարկե խոսքը մոտիկների այդ նեղ շրջապատի մասին չի, կամ այն մասին չի, ովքեր անձնական ինչ-որ հարցեր ունեն, նրա հետ կապված կամ հույսեր ունեն։ Չէ, այդպիսիք միշտ էլ կլինեն մի քանի հազար հոգի կամ մի քանի 100 հոգի, հա։ Բայց խնդիրը դա չի։ Այն տեխնացուն, որը պիտի գա, պիտի այնպիսի տեխնացու լինի, որին իշխանությունները չկարողանան այդպիսի բաներ սարքել, կեղծ ձայնագրություններ, բաներ, այդ պատրվակներով, էլի կսարքեն, բայց արժանահավատ սարքել չպիտի կարողանա, երկրորդն էլ պիտի իմանա, որ եթե այդպիսի բան սարքեն, տասնյակ հազարավոր, 100 հազարավոր մարդիկ դուրս են գալու փողոց։ Ավելի իսկ ինչու են դուրս գալու փողոց, ոչ թե ընդհանրապես զուտ այդպես վերացական պաշտպանեն անմեղ մարդուն, չէ, դրա համար դուրս չեն գա, միայն դրա համար դուրս չեն գա։ Այլ դուրս կգա նրա համար, եթե համոզված լինի, որ եթե այս մարդը գա, ի վիճակի է լինելու երկիրը դուրս բերել այս վիճակից։ Այդ դրա համար դուրս կգան։ Ուղղակի վերացական հանուն արդարության դուրս չեն գա փողոց։ Այո, իրը տանը, չգիտեմ, սոցկայքերով իրենց խոհանոցներում կբողոքեն, կհայհոյեն իշխանություններին, բայց դուրս չեն գա փողոց, եթե կոնկրետ շահը չտեսնեն։ Կոնկրետ շահը այն պիտի լինի, որ համոզված լինեն, այ եկել է այս ուժը, այս լիդերը, որը ներկայացնում է ծրագիրը, որով Հայաստանը դուրս կգա այս իրավիճակից։ Այսինքն, եթե այդպիսի լիդերներ չկան քաղաքական դաշտում, այդ կարգի լիդերներ եթե չկան, ապա օրվա իշխանությունները հերթով կարող են բոլորին ձերբակալել եւ ընդվզում չի լինի, 1-2 օր կգորգորան, կցրվեն տներով։ Հենց սա է Նիկոլ Փաշինյանի հիմնական ուժը, հիմնական հաղթաթուղթը։ Տեսեք, ի վերջո այն մանր մունր կողքից այլ քաղաքական ուժերի մասին չեմ խոսում, որովհետև այդ ուժերն էլ մասնակցում են ընտրություններին հիմնականում երկու նպատակով, չէ՞։ Առաջին կամ մասնակցում են ընտրություններին, փող են ծախսում, որպեսզի հետո գան իշխանության կամ դառնան խորհրդարանական ընդդիմություն եւ այդ փողը հետ բերեն տարբեր մեխանիզմներով։ Սա առաջին։ Կամ էլ մտնում են ընտրաքաղաքական process-ների մեջ, որպեսզի այդ process-ում, այսպես ասած, փող կպցնեն, հա, խափեն ասեն, այ մենք հեսա, տեսեք ինչ ենք անել, այդ երկու տեսակն է։ Երկուսն են հասարակությանը առանձնապես չեն հետաքրքրում։ Բայց հենց դա ենք մենք այսօր տեսնում քաղաքական դաշտում, չէ՞։ Ասենք Գյումրիում այդպիսի իրադարձություններ են տեղի ունեցել, համեմատում են 37 թվի հետ, մեթոդները դաժե նույնիսկ շատ ավելի վատն են, այո։ Բայց եւ ինչ անում խորհրդարանում, օրինակ,
ինչ հարց է բարձրացնում ընդդիմություն, ասում բերեք իմպիչմենտ անենք, հա ճիշտ է այդքան ձայն չունենք, բայց դա է միակ ջան, կարծես թե այնտեղ ոչինչ չի եղել։ Միքայել Աչապահյանը բանտում է, խոսակցություն չկա, ձևի համար մեկ-մեկ հիշում են եւ վերջ։ Փուրը տվեցին, անցավ գնաց։ Վաղը մյուս օր կաթողիկոսին են, ձեռնաշղթաներ գուցե չհագցնեն, հասկացանք։ Գուցե շատ մեղմ տանեն կամ մեկուսացնեն կամ տնային կալանք տան։ Սամվել Կարապետյանը այնտեղ ինչ, ոչ մի բան, բացարձակապես անցավ մոռացել, ամեն մեկը առաջ մղում իր օրակարգը, դե հայտնվենք խորհրդարանում, տեսնենք ինչ կլինի, եկեք համախմբենք իմ շուրջը։ Բայց այ դուք չգաք, այն մյուսները, չէ, դուք եկեք համախմբեք իմ շուրջը։ Սա է քաղաքական դաշտը։ Եթե սա է քաղաքական դաշտը, մոռացեք Գյումրիի տարբերակ։ Մոռացեք, որտեղ այդպես են անելու։ Գյումրիի տարբերակը կգործի միայն այն դեպքում, եթե այսօրվա իրենց լիդեր համարողները մի կողմ քաշվեն, որովհետև եթե իրենք լինեն լիդեր, իրենց ձեռնաշղթաներ հագցնելու են տանը, եւ քանի որ դա իրենք են, որևէ մեկը փողոց չի դուրս գալու եւ չի ընդվզելու։ Նույն Ռոբերտ Քոչարյանը չհասկացավ այդ մարդը, որ հասարակությունը իրեն չի ընդունում, եղբայր, հասարակությունը իրեն ասում է չեն, ֆիլմը ասում է, ասեցինք չէ, էլի չեն, նետ։ Չեն ընդունում իրեն։ Մի կողմ քաշվիր։ Սերժ Սարգսյան, ընդունում են, մի կողմ քաշվիր, չեն, մոռացեք, հալավ ռեսուրսներ ունեք, ինչ որ բաներ ունեք։ Ձեր նպատակը այդ ռեսուրսներով ազգային ժողով խցկվելն է։ Եթե դա է, այո, կհասնեք այդ նպատակին։ Բայց եթե մի քիչ շատ փորձեք ավելին ստանալ, ինչ է, ձեռնաշղթաներ հագցնելու են տանեն։ Հասարակությունն էլ այո դուրս չի գալու, ինչ գաղտնազերծում էլ հրապարակեն գաղտնալսում։ Մարդիկ հավատալու են, որտեղ ձեզանից ինչ ասես հավատում են, ձեզանից ինչ ասես տեսել են։ Անկամ իմանալով, որ դա սուտ է, ասելու են, հա դե բայց հաստատ արած կլինեն, խիպես բաներ են անել, եւ դա ճիշտ կլինի։ Դրա համար, եթե նպատակը իսկապես իշխանափոխությունն է, լրջացեք, հասկացեք, տեսեք, թե ինչ եք անում։ Եվ ոչ թե արեք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ Գյումրիի այդ մասկի շոուն կամ վաղը մյուս օրը մայրաթորում տեղի ունենալիք անխուսափելի այդ մասկի շոուն, որպեսզի չկրկնվի։ Դեռ ժամանակ կա, չնայած այդ ժամանակը Նիկոլ Փաշինյանը տասնապատիկ ավելի արդյունավետ է օգտագործում, քան դուք։ Իսկ դուք դեռևս մտածում եք, թե ինչպես դրանից ավելի մեծ դիվիդենտներ շահեք, այ ասում եք, տեսեք այն Մարտուն Գրիգորյանի նման ասում, բա որ ես ասում էի պիտի խոցելի տեխնացու չդառնա քաղաքապետ, կարծես թե ինքը խոցելի չի, հա, կամ պակաս խոցելի, չէ։ Այդ համակարգում բոլորն են խոցելի։ Պիտի լիդերը այնպիսին 3 պահանջների պիտի բավարարի։ Առաջին պիտի ի վիճակի լինի հնարավոր իշխանափոխությունից հետո իսկապես երկիր ղեկավարել, երկրորդ պիտի անխոցելի լինի, որպեսզի երբ իր գլխին այնուամենայնիվ սարքեն այդպիսի գաղտնալսումներով, հասարակությունը դրան չհավատա եւ դուրս գա նրան պաշտպանելու։ Այս պայմաններին եթե հաջողվի բավարարել որևէ ուժ, որևէ տեխնոս ամեն ինչ լավ կլինի, եթե չէ, տեղի է ունենալու այն ինչ արդեն այսօր Նիկոլ Փաշինյանը կարելի ասել գործի կեսը արել է, մնացել է մյուս կեսն էլ այդպիսի ճիշտ, այդպիսի գաղտնալսումներով ցանկացած քաղաքական ուժի, ցանկացած կուսակցության պարզապես կարելի մասնակցել ընտրություններին կամ ինչպես ինքն է ասում, դուրս կշպրտի քաղաքական դաշտից։ Միշտար հասարակության խնդիրը պիտի լիներ այսօրվա իշխանություններին դուրս շպրտել քաղաքական դաշտից, հաշվի առնելով այն աղետները, որ բերել են երկրի գլխին, եւ այն աղետները, որ անթաքույց պատրաստվում են էլի բերել Հայաստանի գլխին, մինչև այն ժամանակ, երբ Հայաստանը որպես այդպիսին փաստացի ինքնիշխան պետություն չի լինի այլևս։ Ինչևէ այսօր այսքանը կհանդիպենք։